Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լրությունը ավելի ճիշտ կլինի, քան թե խոսելը, որովհետև լրությամբ ամեն ինչ ասած կլինի։ Երբեմն շատ բաներ մոռանում եմ ասելու, եւ երբեմն էլ բաներ կան, որոնք պետք է որ հնչեն, բայց չեն հնչում։ Տերն է իմ լույսը եւ իմ կյանքը, ես ումից եմ վախենալու։ Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումից եմ տողալու։ Եթե նույնիսկ մահվան ստվերների միջով անցնեմ, չարիքից էլ չեմ վախենում, որովհետև իմ Տերը ինձ հետ է։ Եվ սա իմ կյանքի նշանաբանն է եղել եւ մնալու է։ Ես այս խափանման միջով փոչված երևույթի հետ բացարձակ ասելիք չունեմ։ Իմ ասելիքը շատ հստակ է։ Ինչպես տարել եք այնտեղ, այնպես էլ ձեր կոտրած ձեռքերով դուրս կբերեք։ Եկա բան։ Եվ վերջում, այսօր 10 տարի առաջ հայ եկեղեցին մեր ցեղասպանության նահատակներին զոհերին հռչակեց սուրբեր, սրբադասեց, ուղիղ 10 տարի առաջ։ Ես այդ գործընթացի հստիկ մասնակիցն եմ եղել։ Եվ հիմա մենք նույն ճանապարհով, նույն ցեղասպանության ճամփան վերակրկնելով այս օրերին ապրում ենք։ Նախ ուզում եմ ժողովուրդ ջան, ձեզ բոլորիդ ասել, որ գնացեք ջահերով երթին մասնակցեք, վստահ եմ, որ գնալու եք։ Երկրորդը ուզում եմ դիմել ամբողջ ընդդիմադիր դաշտին, առիթը օգտագործելով։ Համարում եմ, որ դուք հայրենատեր մարդիկ եք։ Հատկապես այս օրերին մեր սուրբերի, ցեղասպանության նահատակ սուրբերի հայացքի ներքո իրար մի թիրախավորեք, իրար կյանք մի կերեք։ Ձեր կյանքը անձնական եւ ոչ էլ անցած ճանապարհը ավելի մեծ չի, քան մեր պետությունն ու մեր հայրենիքն ու մեր գոյությունը։ Ունեք մի թիրախ, մի քարի, ինչպես այսօր հռչակել եք, մեկ դատ, մեկ պայքար, ես էլ ավելացնում եմ մեկ հաղթանակ։ Այդ հաղթանակի հետևից գնացեք, իրար հետևից մի գնացեք։ Համախմբեք այդ սրբերի բարեխոսության եւ հովանու ներքո։ Վերջապես մի ժամանակ թող գա, որ դուք յուրաքանչյուրս, այո, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ձեզ ավելի քիչ գնահատեք, քան մեր պետությունն ու երկիրը, հայրենիքը եւ այս ժողովուրդը։ Քիչ գնահատեք ձեզ։ Ձեր կյանքը ոչ մի բանի արժեք չունի։ Խոտի պես, ծաղիկի պես եկող գնացող կյանքը մեր կյանքը։ Հավաքվեք, թողեք ձեր մեղքերը մի կողմ եւ մեղքերով իրար հետ մի հարաբերվեք, արդարությամբ հարաբերվեք։ Եվ այո, հաղթանակն էլ չի ուշանա, իսկ խափանման միջոցն էլ պահեք նրանց համար, ում որ ուզում եք։ Ես բացարձակ ոչ ակնկալիք ունեմ, ոչ ցանկություն, ոչ էլ երազանք, իսկ վերջում, այսինքն խափանման միջոցը փոխելու ինչ-որ մի բան, խնդրանքն եք ասում, շնորհակալ եմ շատ սիրելի պաշտպաններին, բոլորին եմ շնորհակալ։ Որպես անձ եմ ասում, ոչ որպես հոգևորական գործիչ ավելի չի, որ զուտ անձնական իմաստով եմ շնորհակալ։ Եվ շնորհակալ եմ ես ամբողջ ժամանակահատվածի ես այսպես ասած հաղթանակի ուղին կերտելու համար բոլորին։ Եվ միևնույն ժամանակ ավարտելով խոսքս, որովհետև չեմ կարծում, որ արժե որևէ բան խոսել, հստակ, շատ հստակ ուզում եմ ասել, որ մեր ամբողջ մտածումը, ապրումը, կյանքը լինելու է մեկ բան, ազատագրված հայրենիք, ազատ հասարակություն եւ աստվածապաշտ ժողովուրդ։ Եթե դա կարժենա մեր կալանքը, թող արժենա։
Եթե կարժենա դա մեր զոհաբերությունը, թող արժենա։ Եթե կարժենա դա մեր չգոյությունը, թող արժենա։ Բայց թող այդպես լինի։ Աստված օրհնի մեր պետությունը։ Սահմանափակում էինք արդեն, ես վերջինը լսեցի Ազգային դատարան լսելով վարքի մասնակիցների կարծիքը և մեղադրանքի և պաշտպանական կողմի արձանագրում է հետևյալը, որ վարույթը տվյալ պահին գտնվում է հիմնական նախորդի դատարանի կողմից արձանագրված խափանմիջոցի հիմքերն ու պայմանները, մասնարարպես վարույթի խոչընդոտելու Քրեական դատավարության գրքի 43 հոդվածով դրված պարտականությունները չկատարելու ռիսկերը, ինչպես նաև նվազդ ռիսկը անցանք կատարելու այս պահին չեն վերացել, չեն փոփոխվել, այսինքն իրավաչափության պայմանները չեն փոխվել եւ այլընտրանքային խափանմիջոցները իզորը չեն տեղադրվի բացառ օրինական վարքագիծը ապահովելու հետեւաբար խափանմիջոցի ժամկետը 2 ամսով կերկրացվի եւ որոշումներ ստանալու պես այն կարող է Եթե չեք առարկի ընդամենը 10-ից 15 րոպեով դատական նստան Ամոթ Լսում ենք ձեզ Հա Ես խափանը միջոց փոխել չենք էլ խնդրել, որ դուք բավարար եք կամ ոչ, բայց դրա մասին չի Վերջին անգամ եմ ուշացնում, խնդրում եմ Եթե մեղադրողները պիտի անընդհատ ինձ դիմեն Վազգեն Պետրոսի Գալստանյանով, ես ասում եմ, ես այդ մարդը չեմ Առաջին օրը դարձյալ պիտի հիշեցնեմ Առաջին օրը, երբ դուք ինքնությամբ պարզաբանում եք արել, ես ասել եմ, թե ես ով եմ Եվ դուք, շնորհակալ եմ դրա համար, շատ բարեխղճորեն այդ ինքնությանը, նույնությանը համահունչ անում եք այն, բայց եթե մեղադրողները պիտի շարունակեն նման կերպով, ես պատրաստ չեմ ընդունելու դա եւ վերջին անգամ եմ ասում, եթե դա իրենք համարում են որպես այսպես ձեռի հետ ինչ-որ բան, ինձ համար դա իմ կյանքն է եւ սա վիրավորանքա ուղղակիորեն իմ հասցեին այնպես ինչպես Չարիկը դիմում է հոգեվորականներին ամենայն հայոց հայրապետին անունազգանով, այդպես էլ այստեղ տեղի ունեն նույն բանը։ Ես վիրավորանք եմ դա համարում։ Դուք նույնացրել եք, նույնականացրել եք անձինք, ես էլ ասել եմ ես ով եմ։ Եվ խնդրել եմ, որպես այդ հետևողությունը տեղի ունենա։ Այսքանը, շնորհակալություն։ Որին արգանքով հոգևոր ուսմունքի, կրոնական ավանդույթների, եկեղեցական կանոնակարգերի նկատմամբ սա աշխարհիկ դատավարություն է եւ որևէ այլ մեղադրանքի նշանակել պարզապես հնարավոր չէ իրեն երբեք չեն դիմել պատկերացնելով ոչ էլ մյուս հարային մեղադրողները այդ եղանակով նրան չեն դիմել մյուս առասարակ չեն դիմել Գալստանյանին չեն եւ եթե պարոն Գալստանյանին համար անընդունելի է, որ այս կոնկրետ հարային մեղադրողները չօգտագործեն Վազգեն Պետրոսի Գալստանյան ձևակերպումը անուն Ավելյանոն Հայրանունը, ապա իմ համար տարակուսելի է, որովհետև քանիցս պաշտպանները, մասնավորապես Տիկին Սողոյանի խոսքում օգտագործել է Վազգեն Պետրոսի Գալստանյան անուն Ավելյանոն Հայրանունը եւ ես չեմ լսել, որպեսզի Գալստանյանը դիտողություն անի դրա կապակցությամբ։ Քավլիցի որևէ խնդիր չկա եւ դա չի արվում մեղադրանքի որոշման առանց ընթերցումը որևէ նպատակ չի հետապնդում վիրավորել որևէ մեկի հոգեվոր արժեքները կամ ինքնասիրությունը Եթե այս դատարանը հարկ է համարել առաջինից օրով
նույնականացնել, թե ովքեր են անձինք, ես հստակ ասել եմ, թե ով եմ ես։ Եթե դուք պիտի շարունակաբար այդպես վարվեք, խնդրեմ, խնդիր չկա, այդ անարգանքն էլ կընդունենք, բայց ես ասում, սա վիրավորանքը, հստակ վիրավորանք, Տիկին Սողոյանն էլ ընդամենը հղում է կատարել ինչ-որ բաների, ինչ-որ տեքստերի, որ այստեղ գրված են, բայց երբ դուք ասում եք պարոն Գալստանյան, ես պարոն Գալստանյանը չեմ, ում եք դիմի։ Ուզում եմ, որ շատ պարզ, այո, շատ պարզ լինի ամեն ինչ, շատ պարզ, շատ հստակ։ Դատարանը չի կարող պարզապես իմիտացիայով շարունակել։ Նույնականացրել եք, ես ասել եմ, ես ինչ մարդ եմ, վերջ։ Եթե դրանից դուք շարունակեք այդ տեքստերի բովանդակության գնալու, խնդրեմ, ես էլ ընտրեմ իմ ձևը դիմելու, ասելու, հղում կատարելու, ինչ որ պահանջվում է անելիք է։ Եվ հետևաբար ասում եմ, վերջին անգամ, ուզում եք ընդունեք խնդրանք, ուզում եք ընդունեք պահանջ, բայց դատարանի պահանջն եղել նույնականացնելը։ Սա վիրավորանք եմ համարելու ես։